Այստեղ հետաքրքիր երկի մեջ մի բառ կար, որ իմ ուշադրությունը ուղղակի գրավեց։ Ասում է քեզ եմ ընծայում իմ կյանքը ամբողջովին կամ լիովին։ Գիտեք, սա ինչ է նշանակում, սիրելիներ, որ Աստված սպասում է, այսօր այդ թեմայով ենք խոսալու։ Աստված սպասում է, որ մենք մեր կյանքը ընծայենք իրեն, ոչ թե կիսատ, ոչ թե մասնակի, այլ ամբողջովին։ Ամեն թանկագիններ։ Աստված սպասում է, որ մենք մեր անձերը իրենը ընծայենք ամբողջովին։ Ամեն սիրելիներ։ Փառք Տիրոջը։ Ուրեմն մի սենց վկայություն ունեմ, որից հետո անցնենք մեր թեմային։ Թանկագիններ։ Ուրեմն ամերիկյան եկեղեցիներից մեկում մի հատ այն որ փետուրներով կան, չգիտեմ, այդ ինչ ցեղա, ինչ ազգ է, ապաչի։ Դրանցից մեկը ապաշխարում է, դրանց գլխավորներից մեկը ապաշխարում է։ Հա, ու ասում է, ես Աստծուն նվիրում եմ իմ ամենաթանկարժեք դանակը։ Տանում է այդ դանակը դնում անդե, տենում է Աստծո ներկայությունը չկա, խաղաղություն չկա։ Կանգնում, զգում է, որ Աստված մի ուրիշ բան է ուզում։ Ասում է, ես Աստծուն նվիրում եմ իմ ամենաթանկագին նժույգը։ Տենում է էլի, ոչ խաղաղություն կա, ոչ Աստծո ներկայություն կա, մտածում, հետո ասում է, ես Աստծուն նվիրում եմ իմ կյանքը, հենց դա ասում է, Տիրոջ ներկայությունը իջնում է։ Գիտեք, Ժորժ ջան, հետաքրքիր մի բան կա, Աստված շատ խելացի, ինչ բառ ասեմ, որ ճիշտ լինի, երբ որ Աստված, երբ որ դու տալում ես Աստծուն, ընծայում ես Աստծուն քո կյանքը, քո ամեն ինչը իր հետ էթում է Աստծուն։ Ամեն սիրելիս, այսինքն թանկագինս, եթե դու քո սիրտը տաս Տիրոջը, քո անձը նվիրես Տիրոջը, ամեն բան արդեն Տիրոջը կպատկանի։ Ամեն, այսինքն Աստված ամենագրագետ համագործակից ասեմ, չգիտեմ, ինչ բառ ասեմ։ Ամեն թանկագիներս, Աստված ինչ է սպասում, սիրելիներ, որ մենք մեր սրտերը, մեր անձերը տանք իրանը, ամեն։ Հիմա թանկագիներս, ուզում եմ, որ միասին բացենք առաջի Հովհաննես 2-րդ խոսքը։ Առաջի Հովհաննես 2:17 2-րդ խոսք։ Այսօր մենք նայելու ենք Ժորժ ջան, թե Աստվածաշնչում ով Աստծո կամքին ծառայեց եւ ով Աստծո կամքին չծառայեց։ Տեսեք ինչ է գրված, այնքան եմ սիրում այստեղ, ասում է աշխարհն էլ կանցնի եւ նրա ցանկությունն է։ Այսինքն սիրելիներ, այս աշխարհը որ կա, լինելու է գալու է մի բան, որ այս աշխարհը էլ չի լինելու։ Ամեն։ Եթե տեղը ովքեր որ չեն բացեն, նորից կարամ կրկնեմ։ Աշխարհն էլ կասնի, այսինքն առաջի Հովհաննես 2-րդ խոսք։ Ասում է աշխարհն էլ կանցնի, նրա ցանկությունն էլ։ Սիրելիներ, այս աշխարհում ինչ տեսակի հաճույք, վայելք, մեղք որ կա, գալու է մի ժամանակ, որ չի լինելու ընդհանրապես։ Ամեն։ Այս աշխարհն էլ չի լինելու ընդհանրապես, որտեղ նոր երկինք եւ նոր երկիր է լինելու։ Ստե մի հատ բայց կա։ Բայց նա, որ Աստծո կամքն է կատարում, հավիտյան կմնա։ Հիմա ես ուզում եմ ապահովագրեմ ձեր փրկությունը, Ժողովուրդ ջան։ Ստե կա մարդ, որ ուզում է հավիտյան ապրի, հա? Երկու հոգի ձեր բարձրին, հա? Դուք էլ եք ուզում, ահա։ Հիմա թանկագիններ, եթե դուք ուզում եք, որ ձեր կյանքը հավիտյան մնա,
Գիտես ինչա պետք։ Որ դու նրա կամքը սովորես եւ կատարես։ Չափազանց կարեւոր ու ճակատագրական թեմայից ենք խոսում այսօր։ Եթե դու ու քո սերունդը ուզում եք հավիտյան ապրեք, հավիտյան մնաք, մի բան ա պետք։ Աստծո կամքը կատարել երկրի վրա։ Օրինակ հիմա հարց եմ ուզում տալ ձեզի։ Ադամը ու Եվան Աստծո կամքը կատարեցին թե ոչ։ Չկատարեցին։ Նոյը Աստծո կամքը կատարեց թե չկատարեց։ Կատարեց եւ նա հավիտյան մնաց։ Հուդան Աստծո կամքը կատարեց թե չկատարեց։ Չկատարեց, չէ՞։ Առաքյալները կատարեցին, հավիտյան մնացին։ Ովքեր որ չկատարեցին Աստծո կամքը, սիրելիներ, անիծվեցին եւ կորցրեցին իրենց փրկությունը։ Այդտենց է թե չէ։ Հիմա թանկագիներս Աստծո խոսքը շատ հստակ ասում է։ Գիտեք, ասեմ ես ձեզ Ժորժ ջան, մեր մեջ էլ կարող է լինեն մարդիկ, որոնք Աստծո կամքը կատարեն, եւ լինեն մարդիկ, որոնք Աստծո կամքը իմանալով հանդերձ չկատարեն։ Ովքեր որ Աստծո կամքը կկատարեն, իրանք հավիտյան կմնան։ Ովքեր որ Աստծո կամքը չեն կատարի, Հուդայի ինչ որ պատահեց Հուդայի, նույնը կպատահի, կկատարվի այն մարդկանց հետ, որոնք Աստծո կամքը կմերժեն։ Ամեն թանկագիններս։ Հիմա ես ուզում եմ Աստծո կամքը պատմեմ ձեզի, թե որն է քո կյանքի համար Աստծո կամքը։ Մեկտեղ կա գրված, ասում է Աստծո կամքը բարին է, հաճելին է եւ կատարյալն է։ Գիտեք, թանկագինես կա բարի բան, որ մարդկանց առաջ բարի է, բայց Աստծո առաջ անընդունելի է։ Խոսքը վերաբերում է, երբ որ քո արածը Աստծո առաջ ընդունելի լինի։ Հաճելին է եւ կատարյալն է։ Գիտեք, ցանկագիներս, ասեմ ձեզի, դու քո սրտին պետք է Աստված հավանի։ Դու պետք է նրա առաջ հաճելի լինես։ Այստեղ եք թանկագիններ։ Քո սիրտը հաճախակի բեր զոհասեղանի առաջ։ Աստծո առաջ բեր, որպեսզի այնտեղ խավար բաներ չլինի։ Օրինակ հիշում եք սիրելիներ, որ Աստված Դավիթ թագավորին ինչ ասում։ Դավիթ թագավորին ասում է Դավիթը իմ սրտի նման սիրտ ունի։ Հիմա ես տեսի մի բան ասեմ, Բերանը խոսում է, չէ, սրտի ավելցուկից։ Տեսեք Դավիթը ինչ էր խոսում, ինչ էր գործում։ Դավիթը կատարում էր երկրի վրա Աստծո կամքը։ Այն ինչ որ Աստված ուզում էր անել, ինքը կատարում էր։ Հիմա հարց եմ տալու դες, դու չգիտես Աստված ինչ է ուզում որ դու անես։ Շատ էլ լավ գիտես։ Գիտենք։ Եթե գիտեք ու չենք կատարում, նշանակում է մենք Աստծո կամքին հակառակ ապրող մարդիկ ենք։ Եթե դու Աստծո կամքը գիտես ու դու չես կատարում, դա ամենամեծ մեղքերից մեկն է։ Ամեն թանկագինես։ Աստված ինչ է ակնկալում եւ ինչ է սպասում մեզանից յուրաքանչյուրից։ Ուզում եմ բացենք, սիրելիներ, Հռոմեացիս 12-ի 1-ը։ Եկեք եթանք Հռոմեացիս թղթեր։ Տասնյերկուսի 1 Արտաղաչում եմ ձեզի եղբայրներ Աստծո ողորմությունով։ Բացեցիք, շարունակեմ կարդալ։ Աղաչում եմ ձեզ եղբայրներ, տեսեք սիրելիներ, Պողոս առաքյալը Տիրոջ հոգով աղաչում է եղբայրներին։ Այդ գիտեք, ես ասենց եմ պատկերացնում, որ եղբայրական էր, եղբայրական հավաքույթ էր։ Եվ Պողոս առաքյալը եղբայրներին Տիրոջ հոգով մի հատ կոչ է անում։ Եվ աղաչում է, չի հրամայում, ժողովուրդ ջան, չի հորդորում, աղաչում։
Ասում արդ աղաչում եմ ձեզ եղբայրներ Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք։ Հիմա ասեք ընծա։ Ինչ էր այդ ընծան։ Նվեր։ Հիմա Ժորժ ջան, այս բեմից ոչ թե կոչը միայն եղբայրերին է, այլ նաև քույրերին է։ Ամեն։ Ասում է աղաչում եմ ձեզ, եկեք ավելացնենք նաև քույրերին, քույրեր եւ եղբայրներ, որ ձեր մարմինները ընծայեք Աստծուն։ Այսինքն ընծան մեր լեզվով ասած դա նվերն է, չէ՞։ Եղել է, երբ որ ինչ-որ մեկը քեզի մի բան նվիրի, հա? Ոսկի, մեքենա, չգիտեմ։ Իսկ նորմալ կլինի, եթե ինչ-որ մեկը քեզի ինչ-որ մի բան նվիրի, հետո ասա փոշմաներ եմ, նվերը հետ դուր։ Դժվար չէ ձև բանը լինի։ Հիմա տեսեք, թանկագիններս, ես ուզում եմ մի բան, ուղղակի մի բանի վրա շեշտադրում անենք, որ մենք ենք որոշում, մենք Տիրոջը մեր անձերը նվիրենք, թե չնվիրենք։ Ստեք։ Մենք ենք դա որոշում։ Մենք նվիրենք մեր անձերը Տիրոջը, թե չէ։ Հիմա թանկագներս ուզում եմ խոսանք իրար հետ։ Ինչ եք մտածում։ Արժե նվիրենք մեր անձերը Աստծուն, թե չարժե։ Արժե։ Գարիկ աղբերն ասում արժե։ Բոլորովս ասում ենք արժե։ Ինչ անենք, աղա մի հատ դավանենք իմի, որ արժե, սենց ընդհանուր։ Ասա Տեր, ես իմ անձը քեզ եմ նվիրում։ Եվ դա իմ որոշումն է։ Ամեն։ Ահա։ Լավ։ Հիմա թանկագիններս, եթե դու քո անձը նվիրեցիր Աստծուն, գիտեք դա ինչ է նշանակը, որ դու էլ քո անձի Տերը չես։ Դու քո անձը այնպիսի մի Աստծու ես նվիրում, որ ինքը բարի Աստված է։ Չափազանց բարի Աստված է։ Ամեն։ Եթե դու քո անձը նվիրում ես Տիրոջը, էլ դու հետ վերցելու հնարավորություն չունես։ Չէ՞։ Իմաստ էլ չկա հետ վերցելու։ Էսև ասեմ, Ժորժ ջան, կամ դու, նայեք էսև ասեմ, երբ որ մենք ամուսնանում ենք, ընտանիք ենք կազմում, մենք մեր անձերը նվիրում ենք մեր ընտանիքին, այդ ձև է, թե չէ։ Այդ նույն ձևի թանկագներս պետք է մենք մեր անձերը նվիրենք Տիրոջը։ Ասեմ ձեզ սիրելիներ, սենց թե նենց, մենք մեր անձերը ինչ-որ մի բանի պետք է նվիրենք։ Կամ նվիրելու ենք մամոնային, կամ նվիրելու ենք Աստծուն։ Եկեք ավելի լավ խելացի որոշում կայացնենք, նվիրենք Աստծուն։ Հիմա եթե դու քո անձը նվիրել ես Աստծուն, արդեն դու քո անձի Տերը չես, այլ Աստվածը քո անձի Տերը։ Աստված ինչ ձև ուզենա, քո հետ վարվելու է։ Սրան էլ Տեր ես։ Ահա, Տեր եք սրան։ Եթե Աստված ասում է ծոմ ես վերցելու, դու իրավունք չունես ասելու, էթում եմ քնելու Տեր։ Դուստեք։ Եթե Աստված ասում է եկալու ես ավետարանչության, դու չես կարող ասես, հոգնած եմ Տեր։ Եթե Աստված քեզի ինչ-որ մի տեղ է ուղարկում, ինչ-որ մեկին գթություն անելու կամ չգիտեմ, ինչ-որ մի ծառայություն մատուցանելու, դու չես կարող ասես, թոմնա հետո Տեր։ Որտև դու քո անձդ նվիրել ես արդեն իրանը ծառայելու։ Ասեմ թանկագիններս Աստված սպասում է այդ որոշմանը։ Դու պետք է պատրաստ լինես ասելու Տեր, ուր ուղարկես կեթամ, տես մի հատ երգ ունենք, ինչ ասես կանեմ, ուր ուղարկես կեթամ, ինչ ձև ուզում ես կապրեմ։ Աստված սա է Աստծո կամքը սիրելիներ։ Երբ որ դու քո անձդ նվիրես նրան, ընծայես նրան,
Գիտակցաբար ընծայց, ուղղակի բերանով, մենք հիմա բերանով ասեցինք, չէ, որ Տեր ընծայում ենք, բայց մնում է դա կյանքի կոչենք, իրականացնենք։ Օրինակ, ես չգիտեմ, Աստված մի հատ քեզնից զոհ է պահանջում, արդյոք դու պատրաստ, զոհ ֆինանսները նկատի չունեմ, որ ինչ-որ մի բան անես իր համար, ինչ-որ մի բան թողնես, որ այդ բանը կարողանաս անես, արդյոք դու պատրաստ ես դրան։ Ամեն բան լուրջ է, սիրելիներ։ Դու կամ այս աշխարհին ծառա կդառնաս ու քո անձդ կնվիրես, կամ էլ Աստծուն ծառա կդառնաս, ու անձդ կնվիրես։ Միևնույնն է, մենք այս կյանքը ապրել ենք 70, ամենաշատը 80 տարի։ Ամեն թանկագիններ, 70, ամենաշատը 80 տարի կարանք ապրենք։ Եկեք այդ կարճ կյանքը տանք Տիրոջը։ Ամեն։ Ես ասեմ ձեզ սիրելիներ, Աստծո փառավոր կամքն է, որպեսզի մեր անձերը մենք նվիրենք նրան եւ ասենք Տեր, ահա իմ անձս քեզի է պատկանում։ Ամեն, սիրելիներ, հալելույա։ Եթե նրա կամքը քեզ համար ամենաառաջնային է, նշանակում է դու ճիշտ տեղում ես, դու երկրպագող ես։ Ամեն թանկագիններ։ Եթե քո անձը նվիրում ես Աստծո կամքը իմանալուն եւ կատարելուն, դու հոգով երկրպագող ես։ Սա ամենաճիշտ որոշումն է, ճակատագրական որոշումն է մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Գիտեք Տերը ինչ է սպասում, որ եկեղեցում յուրաքանչյուրը ծառայող դառնա, յուրաքանչյուրը։ Աստված դա է սպասում։ Ես ժողովուրդ ջան մի հատ այդպես ուղակի ֆիլմ էր տեսա, զորք տեսա ուղակի, զորք, բանակ։ Ու գիտեք, մի բան չեմ ուզում ասեմ Սուրբ Հոգին ասավ, բայց սրտովս միացած փափագ անցավ, ասում եմ ինչի համար էլի պետք է Աստված այս ձև բանակ չունենա երկրի վրա։ Այնց ուժեղ բանակ էր, զորք էր, զինված, սենց համարձակ։ Ասում եմ լավ Տեր Աստված, դու ինչի համար երկրի վրա ասես բանակ պետքա չունենաս։ Աստված, սիրելիներս, փափագում է, երազում է բանակի, այս ձև բանակի երկրի վրա։ Արդյոք դու պատրաստ ես այդ բանակի զինվորը դառնալու։ Արդյոք դու պատրաստ ես ինչ-որ մի պարտավորություն վերցնելու Տիրոջ տան մեջ եւ կատարելու, պատրաստ ես դու դրան։ Արդյոք դու պատրաստ ես եկեղեցում ինչ-որ մի բեռ վերցնելու, ինչ-որ մի աշխատանք, պարտավորություն վերցնելու ու պարտաճանաչ կատարելու։ Սա ծառայություն է։ Ես էսի գիտեք ինչի եմ համեմատում, ժողովուրդ ջան, համեմատում եմ մեղուների փեթակին, որ յուրաքանչյուրը ընդ իր աշխատանքը շատ լավ գիտի։ Յուրաքանչյուրը իր աշխատանքը շատ լավ գիտի։ Ամեն ու ասեմ ավելին, ընդ գիտեք մի հատ ինչ օրենք կա, ովքեր որ չեն աշխատում, հանում են սատկացնում են, հանում են գցում են դուրս, այսինքն մեղուները չաշխատող բորերին չեն սիրում։ Սիրելիս մի բան եմ ուզում ասեմ, ինչ-որ մի պարտականություն վերցրա քո վրա։ Օրինակ նախ անցած երեքշաբթի ես եկել եմ որ աղոթք լինի։ Բայց գիտեք, ես ու Նարեկն ենք եկել, մարդ չկար։ Միշտ ստեր նույն մարդիկ են, ժողովուրդ ջան, Ռոզա տատիկն է, Մերսիդա քուրն է, մեր գյուղից են մի քանի քույրեր, ասեմ ձեզի թանկագիններս, երեքշաբթի օրը ժամը քանիսին Ռոզա տատիկ, ժամը 3-ին աղոթք արնում ստե։ 2-ին կամ 3-ին, արի աղոթք արա, միաբանվի։
Ինչ որ մի պատասխանատվություն վերցրա քո վրա։ Եթե գյուղում ես, գյուղում հավաքվեք աղոթք բարձրացրեք Տիրոջը։ Առանց բարեխոսության ժողովուրդ ջան, ոչ մի արթնություն, ոչ մի հաղթանակ չկա։ Եթե քրիստոնյայի կյանքում օրինակ, ուզում եմ շեղվենք մի քիչ, եթե քրիստոնյայի կյանքում չկա աղոթք, ինքը պարզված քրիստոնյա է։ Ես ասեմ ձեզ մի բան, սիրելիներ, երբ որ մենք սկսում ենք աղոթել, շատ ժամանակ ձանձրույթ է գալու։ Ձանձրույթ։ Բայց պետք է դրան հաղթահարել։ Տեսաք, որ մենք սարքում ենք արդեն, հա? Էդի ձեր աղոթքների պատասխանն է։ Ես 2000 թվից երազել եմ, որ ստե նորմալ զուգարաններ են, բայց չի ելել։ Շատ ժամանակ մենք աղոթում ենք, մենք մեր աղոթքի պատասխանը ստանում ենք, բայց անտարբեր ենք դառնում այդ օրհնությանը։ Ինչ որ մի պատասխանատվություն վերցրա, մի եղիր ուղակի այցելու, ի Տեր, կանգնի Տիրոջ առաջ ասա, Տեր, ինչ որ մի բան ուզում եմ անեմ քո համար, իմ ուժերի, իմ կարողության սահմաններում։ Ուղղակի մի ապրի, անձդ ընծայա Տիրոջը։ Համաձայն չեք։ Համաձայն եք, չէ։ Ուզում եմ բացենք Հովհաննես ավետարան 10:17-ը։ Տեսեք Հիսուսը ինչ ասում, Հովհաննես ավետարան 10:17։ Ուզում եմ ժողովուրդ ջան, որ ծառայողների թիմը շատանա, ավակների թիմը շատանա, օգնականների թիմը շատանա, որ բոլորը ծառայեն։ Ես այս վերջում Սևակ Բարսեղյանը մի բառի վրա էր կանգնել։ Ինչ է նշանակում թասիբ։ Չեմ գիտեմ իրա քարոզը լսել եք թե ոչ։ Թասիբ էդի հայերեն բառ չէ։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ նկատի ունենք թասիբ ասելով։ Մի եղիր մասնակի ծառայող, եղիր մշտական ծառայող, թանկագինս, մշտական ծառայող եղիր։ Լավ, եկեք բացենք Հովհաննես 10:17-ը։ Նրա համար իմ հայրս ինձ սիրում է, որովհետև ես իմ կյանքս դնում եմ, որպեսզի նորից առնեմ։ Հիմա սիրելիներ, Տեր Հիսուս ասում է, ես որոշել եմ իմ կյանքը դնեմ, այսինքն իմ կյանքը նվիրեմ։ Հիմա հետևյալ բանն եմ ուզում ասեմ, կա ստե մարդ, որ ուզում է հայր Աստծո կողմից սիրված լինի։ Բոլորով, չէ։ Ահա, Գարիկ աղբերների ձեր բարձրեց։ Կա ստե մարդ, որ ուզում է հայր Աստծո կողմից սիրված լինի։ Ամեն, բոլորով։ Գիտեք Աստծո կամքը որն է։ Որ դու քո կյանքը դնես։ Բերես զոհասեղանի առաջ, զոհասեղանի վրա ու քո անձը դնես։ Կենդանի զոհաբերություն դնես, Սուրբ Աստծուն, հաճելի պատարագ։ Կենդանի զոհաբերություն, ընդհանրապես առաջի ժամանակներում ժողովուրդ ջան, երբ որ զոհաբերություն էր արվում, գառանը մորթում էին, չէ, եւ այլ եւ այլ։ Իսկ Պողոս առաքյալը Հռոմեացիս 12-ի առաջինում ասում է, կենդանի զոհաբերություն, այսինքն դու քո անձդ դնես։ Ինչ որ մի բարի գործի համար, օրինակ մի բան եմ ուզում ասեմ, ով է լսել Մայր Թերեզային։ Բոլորովս լսել ենք, ինքը գիտեք իր անձը դրեց։ Ինչի համար։ Բոլոր անտուն թափառական, անհայր, անմայր երեխեքի համար դրեց իր կյանքը, որտեղ ինքը գնաց մի անգամ Հնդկաստան ու սկսեց լացել ու չդադարել լացելուց։ Ինքը գնաց տեսավ անտուն,
անտուն, սոված, անմեր երեխեքի ասավ, ես իմ կյանքը դնում եմ այս երեխեքի կրթության համար, որ սրանցը մարդ դարձնեմ։ Ու գնաց ու այդ գինը ինքը վճարեց։ Գիտեք, հիմի Հնդկաստանում մի հատ մեծ գերեզմանոց կա, իրա գերեզմանոցն իրա գերեզմանոցն է ու ամբողջ Հնդկաստանը պատվում է Իրանը։ Ու Իրանը մի հատ տիտղոս դրեց, ինքը ընդհանրապես երեխա չի ունեցել, բայց ինքը մայր է կոչվում։ Ժողովուրդ ջան, ձեր մարմնին մի խնայեք, մի ափսոսացեք, դրեք։ Եթե չեք դնում, պահպանում եք ինչի համար։ Դրեք Տիրոջ համար, դրեք Տիրոջ գործերի համար։ Ամեն ժողովուրդ ջան։ Ուզում եմ ստե շարունակեմ, ասում եմ նրա համար իմ հայրս ինձ սիրում է, որովհետև ես իմ կյանքս դնում եմ, որպեսզի նորից առնեմ։ Երեք բանի վրա եմ ուշադրություն դարձնենք։ Առաջինը, Հայր Աստված սիրում էր Հիսուսին, ինչի համար։ Գիտեք, որովհետև Հիսուսը իր կյանքը դրեց, նվիրեց։ Երբ որ Հիսուսը իր կյանքը դրեց, նվիրեց, հոր կողմից սիրված ու ինքը ասում դնում եմ, որպեսզի նորից առնեմ, իրա փրկությունը, իրա երկինք, ասում նորից առնեմ։ Ինքը դրեց, սիրվեց ու գնաց երկինք։ Ուզում ես գնաց երկինք։ Դիր քո կյանքը, սիրվի հոր կողմից ու գնա երկինք։ Քո կատարած գործերի հետ գնա ու կանգնի Տիրոջ առաջ։ Աստվածաշունչը գիտեք ինչ ասում, ասում է մի սիրեք այս աշխարհը։ Եվ այն ամենը ինչ որ այս աշխարհի մեջ է։ Որովհետև ասում է, ով որ այս աշխարհն է սիրում, իմ թշնամին է։ Հայրն է ասում։ Հայր Աստված ասում է, ով որ այս աշխարհը սիրում է, իմ թշնամին է։ Ինչ է կատարվում այս աշխարհում, ժողովուրդ ջան, հեռու մնացեք այս աշխարհից, ապրեք երկնքով, միևնույն է այս կյանքը ակնթարթ է։ Ու դու մի օր կանգնելու ես Տիրոջ առաջ։ Եվ գիտեք, երկնային հայրը մի հարց է տալու։ Ինչ գործ ես արել իմ արքայության համար։ Ինչ ես արել իմ արքայության համար։ Ինչ աշխատանք ես քեզի տաղանդի տվե, շնորհքի տվե, ինչ ես արել այդ շնորհքներով իմ արքայության համար։ Ես գիտեք մի բան եմ ուզում ասեմ թանկագիններ, ամենամեծ հարստությունը, երբ որ մարդը վարձք ունի։ Երբ որ մարդը ծառայություն ունի եկեղեցում։ Երբ որ մարդը ժառանգություն ունի եկեղեցում։ Երբ որ մարդը կոչում ունի եկեղեցում Աստծուց, երբ որ մարդը շնորհք ունի ու այդ շնորհքով ծառայում է, ես ասեմ թանկագներ, դրանից երջանիկ բան, դրանից մեծ հարստություն չեք կարող գտնեք։ Ամեն թանկագներ, այնպես որ քո կոմֆորտից դուրս արի ու վազի։ Այս վերջում ես խոսում եմ Երևանում, մենք եղբայրներով գնացել ենք Երևան, տենց մեկի հետ խոսում եմ, ասում եմ համարյա թե ես շաբաթվա ամեն մի օրը ծառայություն ունեմ։ Ասում եմ, դու կսպառվես։ Ասեցի, չէ, չեմ սպառվի։ Գիտեք, թանկագիներս, ես հորդորում եմ ձեզի, որպեսզի դու վազեք Աստծո կամքի մեջ։ Ուղղակի վազեք, մի մնացեք տունը, տնից դուրս եկեք ու ինչ-որ մի գործ կատարեք։ Ավելի լավ է հոգնել Աստծո գործը կատարելուց, քան թե հանգիստ մնալ տունը։ Հոգնած մարդիկ խաղաղ սիրտ ունեն, մարմինը հոգնում է, բայց քո սիրտը ուրախ է։ Ավելին ես ասեմ, թանկագիներս, Եսայի մարգարեության մի հետաքրքիր բան է գրված, ասում է ինձ ապավինողների ուժը չի պակասի։ Նրանք կվազեն և չեն հոգնի։ Ալելույա։
Այնպես որ վազի մարդկանց փրկության համար, վազի Աստծո տան մեջ ինչ որ մի գործ կատարելու համար։ Ամեն սիրելիներ։ Ուզում եմ անցնենք առաջ։ Դարձիր Աստծո ձեռքի գործիքը։ Եկեք 2 Տիմոթեոս էթանք։ 2 Տիմոթեոս 2:20-ը։ 2 Տիմոթեոս 2:20 Այս խոսքը մեզի ա վերաբերում, Ժորժ ջան, ասում է կներեք 2 Տիմոթեոս 2:20, հա։ Ասում է մեծ տան մեջ, այդ տունը ինչն է, եկեղեցին է։ Ամեն, ասում է մեծ տան մեջ, ոչ միայն ոսկուց ու արծաթից ամաններ կան, ապա փայտից եւ հողից ամաններ էլ կան։ Այսինքն ամեն տեսակի անոթ կա, եւ ոսկուց, եւ արծաթից, եւ փայտից, եւ կավից։ Կան, չէ՞։ Ահա։ Հիմա եկեք անցնենք շարունակությանը։ Ասում է ոմանք պատվի համար են, ոմանք անարգանքի համար են։ Հետաքրքիր բան ասում, չէ՞ Պողոսը։ Ժորժ ջան, սա վերաբերվում է ինձ եւ քեզ։ Ոմանք պատվի համար են, ոմանց Աստված պատվում է, ոմանց անարգում է։ Սա Ժորժ ջան վերաբերվում է մեզի։ Հիմա շարունակությունն եմ ուզում կարդանք։ Ուստի եթե մեկը իր անձը անարգ բաներից մաքրում է, նա պատվական անոթ պիտի լինի։ Ով աստ է ուզում պատվական անոթ լինի, Աստծո առաջ պատվական լինի, քո անձդ պետք է անարգ բաներից մաքրես, դու տարբերակ չունես։ Մենք բոլորս ըստեղ անոթներ ենք։ Դու ես որոշում դառնաս ոսկուց արծաթից, կամ էլ հողից ու փայտից։ Ընդհանրապես թանկագիններս, տեսեք ինչ ասում, եթե մեկը իր անձը անարգ բաներից մաքրի, այսինքն ով է մաքրողը մեզի անարգ բաներից։ Հա? Նորից եմ կարդում։ Ասում է եթե մեկը իր անձը անարգ բաներից մաքրի, ստե ասանունը կար։ Չկար ասանունը։ Նորից եմ կարդում։ Եթե մեկը իր անձը անարգ բաներից մաքրի, այսինքն մենք ենք Ժողովուրդ ջան, մեր անձը անարգ բաներից մաքրում։ Մենք ենք մաքրում Ժողովուրդ ջան։ Օրինակ չի ելը, որ դու ինչ-որ մի բան խոսաս, հետո ասես այսի պիտի չխոսայի, ինչ-որ մի բան անես, այսի պիտի չեթում ես դու քո հետ, Աստծո հետ, ասում ես այսև պետքա չխոսայի, այսև պետքա չվարվեի, ու սկսում ես դու քեզի մաքրել։ Ինչի վրա եմ ուզում ուշադրություն դարձնենք։ Եթե մեկը իր անձը անարգ բաներից մաքրի, նա պատվական անոթ պիտի լինի։ Պատվական անոթ։ Ուզում ես պատվական անոթ դառնալ։ Անձդ անարգ բաներից մաքրիր։ Նա լավ խորհուրդ եմ ուզում տամ։ Եթե կուզես վերցրա։ Գիտեք մարգարեության մեջ ինչ ասում։ Ստե կա որ մարդ որ ուզում է տիրոջ բերանի նման բերան ունենա։ Բոլորով։ Ասում է անձդ անարգ բաներից, ասում է եթե պատվականը զատես անարգից իմ բերանի պես կլինես։ Զորավուր է, չէ։ Պատկերացնում ես, դու խոսում ես, դու քարոզում ես, հետո պարզվում է, որ իդի դու չիրետի հոգին էր։ Այս զորությունը այսի է։ Տեր, ես եթե եմ ավետարանչության ու իմ լեզուն քեզի եմ հանձնում, դու խոսա։
Ու եթում ես ավետարանչության ու զգում ես, որ դու խոսում ես, բայց եթե դու չես, որտեվ զգում ես ինչ-որ մի հատ զորություն կա կողքից, ներսից, բայց մի հատ գին կա, որ պետք է վճարենք, ասում, եթե զատես, պատվականը անարգից, իմ բերանի պես կլինես, ամեն, եթե, ես որ ասում, եթե, դա նշանակում, որ դա քեզնից է կողված, ամեն թանկագիններ, հիմա նայեք, ստե ուզում եմ շարունակենք ես խոսքը, ասում եմ, եթե մարդը իր անձը անարգ բաներից մաքրի, նա պատվական անոթ պիտի լինի, սրբված, իր տիրոջը պիտանի, ասեք պիտանի, կաստ է մարդ, որ ուզում է պիտանի լինի Աստծուն, ուզում եք, չէ, դու պետք է զատես պատվականը անարգից, պետք է աշխատես քո վրա, թանկագինս, եթե դու ուզում ես պիտանի լինես, եթե ուզում ես պատվական լինես, եթե ուզում ես Տերը քեզի գործածա իր փառքի համար, դու պետք է մաքրես, սրբես քեզի, ասված անսուր, մի հատ քեզի բան ասում, երբ որ քո դեմը մի հատ աման, ապս է բերեն տնեն, տալերք, մի հատ անեկդոտ պատմեմ, ծծղացեք լավ, ախր պապաս բրիգադ է տանում Ռուսաստան, մեր գյուղից մեկը մտնում խանութ, ուզում է ռուսերեն խոսա, մտնում խանութ վայրն ասում ինձ գուլպա տվեք, մտածում նոսկին հայերեն է, պատկերացնում եք, ասում դայտե мне գուլպու, պատկերացնում եք մտնում խանութ, մինքը մտածում է, որ նոսկին, էդի հայերեն է, մտնում խանութ, ասում դայտե мне գուլպու, այս խանութվարը, ասում ինչ է նշանակում գուլպա, ինչ է, ասում ռուսերենում թես բարդ չկա, հիմի ժողովուրդ ջան, մենք պետք է չխառնենք, էլի բառերը շատ ժամանակ, տալետքի վերին ինք չէ կանգնած, հիմա տեսեք ժողովուրդ ջան, լավ ապսի ասեմ, եթե թանկագիններս մեր դեմը կեղտոտ ապսե դնեն, մենք կօգտվենք դրանից, չէ, եթե դու քեզի չլվաճ սրբես, Աստված քեզի չի գործածի, ամեն թանկագիններ, դու պետք է սրբես քեզի, մաքրես քեզի, որպեսզի Տիրոջ առաջ պատվական դառնաս։ Նա ասում է սրբված իր Տիրոջը պիտանի ամեն բարի գործի համար պատրաստված։ Ամեն բարի գործի համար պատրաստված։ Դու պետք է պատրաստես ամեն բարի գործի համար թանկագինս։ Ամեն։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Եկեք բացենք Հովհաննես ավետարան 21:15։ Հովհաննես 21:15։ Ամենավերջի գլուխն է, ինչքան հիշում եմ։ Հովհաննես 21:15։ Որն է Տիրոջ կամքը։ 21:15 ասում է երբ ճաշ արեցին Հիսուսը ասավ Սիմոն Պետրոսին Սիմոն Հովնանի որդի ինձ դրանցից ավելի կսիրես եւ նա ասավ նրան այո Տեր դու գիտես թե քեզ կսիրեմ ասավ արածեցու իմ գառնուկներս ստեկամ որ ուզում Աստծո կամքը իմանա արածեցու իմ այդ խոսքը մինչև հիմա հնչում է Արածեցու իմ գառնուկներին։ Սա հոգևոր իմաստուն ժողովուրդ ջան, չի ասում եմ մի հատ հոտ հավաքա ոչխարի ու բարձրացի սար։
Ժորժ ասա հոգևոր է, ասում է արածեցրու իմ գառնուկներին, նորից երկրորդ անգամ ասավ նրան, Սիմոն Հովնանի որդի, ինձ սիրում ես, ասավ նրան, այո Տեր, դու գիտես թե քեզ սիրում եմ, ասավ նրան, արածեցրու իմ ոչխարներին։ Եվ ասավ երրորդ անգամ, Սիմոն Հովնանի որդի, ինձ կսիրես, Պետրոսը տրտմեց, որ 3 անգամ իրեն ասավ, ինձ կսիրես, եւ ասավ նրան, Տեր, դու ամեն բան գիտես, դու գիտես թե ես քեզ կսիրեմ, երրորդ անգամ ասում, արածեցրու իմ ոչխարներին։ Ասեմ թե ժողովուրդ ջան, սա Աստծո ամենաառաջնային կամքն է։ Ասում է արածեցրու իմ ոչխարներին։ Իր կամքը Աստված հայտնում էր իր առաքյալներին։ Ժողովուրդ ջան, Աստծո կամքը իմանալ եւ չկատարել, դա շատ վտանգավոր է։ Ամեն, Աստծո կամքը իմանալ եւ չկատարել, դա շատ վտանգավոր է։ Ինչի համար Աստված 3 անգամ Հիսուսը 3 անգամ այս բանը ասում է, որովհետև չափազանց կարևոր թեմա էր, որովհետև Աստծո կամքն էր դա, որովհետև աշխարհը հոգևոր Աստծո խոսքի կարիք ուներ, որովհետև ժողովուրդը փրկության կարիք ուներ, որովհետև ժողովուրդը Աստծուն մոտենալու կարիք ուներ։ Հիմա հարց եմ ուղղում ձեզի, ով պետք է այս ժողովրդին աշխարհի մոտեցնա Աստծուն։ Եկեղեցին։ Եկեղեցին։ Մեր գյուղերում ով պետք է մոտեցնա Աստծուն ժողովրդին Աստծուն։ Մենք։ Մենք եկեղեցին։ Ամեն։ Երկու տեղ էլ կարդանք ու ավարտենք։ Եկեք բացենք Հռոմեացիս 14:7-ը։ Հռոմեացիս 14:7։ Քանի որ մեզանից որևէ մեկը իր անձի համար չի ապրում։ Կամ իր անձի համար չի մեռնում։ Շարունակությունը ինչ ասում։ Քանզի թե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում։ Շարունակեմ։ Եվ թե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Ուրեմն թե ապրենք եւ թե մեռնենք, մենք Տիրոջն ենք։ Եկեք, գիտեք անձը դնել ինչա նշանակում։ Ապրել Աստծո համար։ Ապրել Աստծո համար։ Ամեն սիրելիներ։ Ամենավերջի տեղը կարդամ եւ աղոթենք։ Թող փառաբանությունը գա։ Ալելույա։ Եկեք բացենք Մատթեոս 7:21։ Այս խոսքը ժողովուրդ ջան, ճիշտն ասած ամեն հավաքույթին ուզում եմ կարդամ, ամեն հավաքույթին։ Մատթեոս 7:21։ Լսում եք, կարդամ, պատրաստ եք։ Ամեն։ Ոչ թե ամեն ով որ ինձի Տեր է ասում պիտի մտնի երկնքի թագավորություն։ Դու նկատել եք, որ այսօր բոլորը Հիսուսին Տեր են ասում։ Նկատել եք թե չէ։ Արդեն փողոցում էլ հարցնում ես, ասում Հիսուսը իմ Տերն է։ Մեր ժամանակ մենք Աստծո անուն տալու ենք, մեզի ծաղրում են, անարգում են։ Բայց հիմա ժողովուրդ ջան, բոլորը Հիսուսին Տեր են կոչում։ Ում հարցնում եմ, ասում են, Հիսուսին աղոթում ես, ասում է, հա, իմ սրտում աղոթում եմ։ Դե հիմա լսեք Աստված ինչ ասում թանկագիններ։ Ասում է, ոչ թե ամեն ով որ ինձի Տեր է ասում, պիտի մտնի երկնքի արքայություն։
Ամեն ով որ Աստծուն, Հիսուսին Տեր է կոչում, երկինք չի մտնել ժողովուրդ։ Հարցս հետևյալն է. ով է մտնելու երկինք։ Ինչ լիքտա։ Ով որ կատարում է երկնային հոր կամքը։ Գիտեք թանկագինս, Աստված քո համար կամք ունի։ Կամք։ Ինչ է նշանակում կամք։ Աստված սպասում է քեզնից, որ դա դու կատարես։ Ես մի հատ շատ ճակատագրական առաջադրանք եմ տալում ձեզի։ Ճակատագրական առաջադրանք։ Երբ որ կեթակտում կանգնեք Աստծո առաջ, աղոթեք եւ ասեք. Տեր, ես ինչ պետք է անեմ։ Իմ կյանքի ընթացքում որն է իմ գործը։ Ինչ կամք ունես դու իմ կյանքի համար։ Ինչ ես պետք է անեմ քո տանդ մեջ, քո արքայության համար։ Ինչ պետք է անեմ։ Ուզում եմ իմ կյանքը դնեմ, բայց չգիտեմ ինչի համար դնեմ։ Օրինակ Մարգարիտան դրեց Հնդկաստանի որբերի համար։ Լավ, ես ինչի համար իմ կյանքը դնեմ, Տեր։ Ինչ ծառայության մեջ ես ինձ մտցնում։ Ինչ ես ուզում որ անեմ քո համար, Տեր։ Դու այդ աղոթքը արա Տիրոջը եւ Աստված թանկագինս կպատասխանի քեզի։ Ես չգիտեմ երբ, բայց Աստված կպատասխանի քեզի։ Մի ասա ծեր եմ, մի ասա ես հիվանդ եմ։ Կներես Ռոզա տատս, մի հատ հարց եմ ուզում տամ քեզի, քանի տարեկան ես։ Ռոզա տատիկը 77 տարեկան է։ Ամեն երեքշաբթի Ռոզա տատիկը պարտաճանաչ աղոթներին կա։ Տենց է, Նարեկ ջան։ Տենց է, թե չէ։ Ամեն Կիրակի օրը ստե մաքրում է։ Տենց է, թե չէ։ Ամեն 5 շաբթի օրը իրանց տանը տնային խմբակ է, 5 շաբթի թե ուրբաթ։ Հիմի արդեն 5 շաբթի։ Այ օրինակը, հա։ Էլի ծառայություն կա։ Գրքերի ծառայության մեջ կա։ Այդ գրքերը որ դու գալու եք տեն սիրուն, ձվերի նման շարու կա հատալ։ Դա ինքնաշար է։ Ֆինանսական ծառայության մեջ կա։ Դա որ ծափարեցիք մեր քրոջը, մի հատ մենք պետք է աղոթենք իր համար։ Վերջում կաղոթենք։ Գիտեք, ես մի բան եմ ուզում ասեմ, մենք շատ ժամանակ զարմանում ենք իր աշխատասիրության վրա։ Այդ տարիքում դրա համար եմ ասում, երբեք չասես, որ ես մեծ եմ, լավ մեծ եմ, հազիվ այդ համ հավաքույթի։ Վազի ծառայա Տիրոջը։ Այս խոսքը ուզում եմ շարունակեմ թանկագիններս, ոչ թե ամեն ով որ ինձի Տեր ասում պիտի մտնի երկնքի թագավորություն, հապա նա, որ իմ երկնավոր հոր կամքն է կատարում։ Հանձնարարությունը հիշում եք։ Ճակատագրական հանձնարարություն։ Երկրորդ խոսք ասում է, շատերը այն օրը ինձի պիտի ասեն Տեր, Տեր, չէ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք, քո անունով շատ հրաշքներ արեցինք, այն ժամանակ այն ատեն հայտնապես նրանց պիտի ասեմ, ես ես բնավ չէի ճանաչում, մեկդի գնացիք իմ մոտից դուք որ անօրենություն կգործեիք։ Անօրենություն ոնց կարող լինի, որ մարդը մարգարեանա, բայց զուգահեռ մեղքի մեջ է լինի։ Ես ասեմ ձեզ, ելնում ատես բան։ Եթե կտենակ մարդը ձեռը դնում, մարդիկ բժշկվում են, աղոթք անում, հրաշքներ են կատարվում, քո կյանքի մեջ
մի բանը Մարգարյանում, որ սես կատարվում է, ասեմ քեզի։ Դրանք երկրորդական բաներ են։ Երկրորդական, ամենակարևոր բանը գիտեք որն է, երբ որ մարդը սուրբ կանգնած է Տիրոջ առաջ։ Շատերի միջոցով մարդիկ բժշկվելու են, բայց այդ մարդիկ դժոխք են եթալու։ Ասեմ ինչի, մի հատ օրինակ ունենք մեր դեմը, դրանցից մեկը Հուդան է։ Իրա միջոցով բժշկություններ էր հլնում, դևերել էին հլնում, բայց ինքը երկինք չմտավ։ Երբեք ու երբեք թանկագիններս չգայթակղվեք, երբ որ կլսեք ինչ որ մեկը աղոթեց ու հրաշք կատարվավ։ Հնարավոր է այդ մարդը մեղքի մեջ է ծածուկ կյանքում։ Փառքը Տիրոջն է պատկանում։ Երբեք ու երբեք մարդուն փառքը չտաք։ Լավ թանկագիններս, Տերը առատապես օրհնի։ Եկեք ոտքի կանգնենք։